Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 21 մայիսի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գավառի բժշկական կենտրոնը վերազինվել է նորագույն սարքավորումներով, դրանց շնորհիվ վիրահատական բոլոր միջամտությունները հնարավոր կլինի կատարել բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ։ Մարզային բուժհաստատության զարգացմանն աջակցում է առողջապահության նախարարությունը։ Գավառի բժշկական կենտրոնի վերաբուժական բաժանմունքը վերազինվել է առողջապահության նախարարության կողմից տրամադրված ժամանակակից համալիր սարքավորումներով։ Կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի լապարասկոպիկ սարքավորումներով, կոլոնոսկոպով, գաստրոսկոպով, որը թույլ է տալու ժամանակակից բուժսպասարկում, բուժապահովում իրականացնել, մեր բուժառուները ստանալու են որակյալ և ժամանակակից բուժօգնություն, առողջապահական ապահովագրության շրջանակներում մեր բնակիչները ակտիվ դիմում են կենտրոնին, վստահում են կենտրոնին և ես կարող եմ վստահ ասել, որ մեր շարժը կրկնակի եռակի անգամ շատացել է։ Բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից էնդոսկոպիկ և լապարասկոպիկ համակարգով, սարքավորումների համակարգով, ինչը թույլ է տալիս իրականացնել ժամանակակից և գերճշգրիտ ախտորոշիչ հետազոտություններ, կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա, ինչպես նաև իրականացնել ժամանակակից և ավելի արդյունավետ վիրահատական միջամտություններ լապարասկոպիկ եղանակով։ Ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, վնասվածքաբանական և կրծքային վիրաբուժության միջամտություններն արդեն հնարավոր է կատարել բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ։ Գավառի բժշկական կենտրոնը վերազինվել է նոր էնդոսկոպիկ համալիրով, որը ներառում է նաև ուրոլոգիական սարքավորումներ, այդ թվում ռեզեկտասկոպ, ցիստոսկոպ, որոնք թույլ են տալիս կատարել էնդոսկոպիկ միջամտություններ ուրոլոգիական խնդիրների հետ կապված։ Նախկինում նույնպես կատարվել են այս միջամտությունները, սակայն նոր համալիրը թույլ է տալիս ավելի արդյունավետ, ավելի որակյալ տեսանելիությամբ կատարել էնդոսկոպիկ միջամտությունները։ Գավառ բժշկական կենտրոնը վերազինվել է նոր արդի ժամանակակից արթրոսկոպիկ գործիքակազմով։ Արթրոսկոպիան ինքը ներհոդային միջոցառումներ իրականացնելու համար է, ինքը ավելի մինիմալ ինվազիվ միջոցառումներ կատարելու համար է ու ավելի քիչ կտրվածքներ, ավելի փոքր կտրվածքներ ու ավելի արագ ապաքինում ապահովում։ Քանի որ ես գինեկոլոգ եմ, գինեկոլոգիայի մասով մի քանի բան ասեմ, հնարավորությունները ընձեռում կատարել հիստերոսկոպիա, արգանդի խոռոչի զննություն է, որը շատ լավ ժամանակակից միջամտություն է։ Նոր սարքավորումները հնարավորություն են տվել մարզային բուժհաստատությունում իրականացնելու վիրահատական ցանկացած միջամտություն հետվիրահատական առավել թեթև ընթացքով։ Արդիականացվել են նաև սոնոգրաֆիկ հետազոտությունները։ Բուժհաստատության ախտորոշիչ բաժանմունքը վերազինվել է ժամանակակից շարժական սոնոգրաֆիկ սարքով։ Այն տրամադրել է Գավառի համայնքապետարանը։ Սարքավորումը վերջին մեկ ամսվա ընթացքում է տրամադրվել մեզ, այս ընթացքում կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, ապարատը ժամանակակից է, ունի լայն հնարավորություններ, ի տարբերություն մյուս սարքավորումների, մենք ունենք առավել լավ վիզուալիզացիա, ախտորոշման տեսանկյունից լավ պատկեր ենք ստանում և կատարվում են այնպիսի ախտորոշիչ միջամտություններ, որոնք նախկինում չենք ունեցել։ Մարզային բուժհաստատության վերազինումը վերջին սերնդի սարքավորումներով ապահովում է որակյալ բուժծառայություն, մարզի բնակիչներին հնարավորություն տալով խուսափելու մայրաքաղաքային բուժհաստատություններ հասնելու դժվարություններից։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում կազմակերպվել է բանավեճ էներգախնայողության և էներգաարդյունավետության թեմայով։ Բանավեճն իրականացվել է Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում։ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տարբեր բաժինների ուսանողները բաժանվել են կողմ և դեմ թիմերի։ Բանավիճում են էներգախնայողության և էներգաարդյունավետության թեմաների շուրջ։ Ուսանողները դասախոսների օգնությամբ ուսումնասիրել են թեմային վերաբերող տեղեկատվական նյութեր, վերլուծել ոլորտում առկա իրավիճակը և բանավեճին արդեն սեփական եզրահանգումներն ու մոտեցումներն են ներկայացնում։ Այսօրվա բանավեճը հնարավորություն տվեց մեզ լավ ուսումնասիրել վերականգնվող էներգիան և հենց հիմնված այդ նյութի հիման վրա կարողացանք այսօր հանդես գալ և հետագայում նույնպես կշարունակենք մեր ուսումնասիրությունը այս թեմայով, որը կարծում եմ արդի և զարգացող ոլորտ է աշխարհում։ Բանավեճը կազմակերպվել է Գավառում անցկացվող Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Մաքուր անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո։
Համայնքապետարանի կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներին միանալու առաջարկին ուսումնական այս հաստատությունը սիրով ու պատրաստակամությամբ է միացել։ Մեծ հաճույքով համագործակցել ենք համայնքապետարանի հետ, երեխաները եւ քոլեջի ներսում եւ դրսում մասնակցել են նման դասընթացների եւ այսօր դա շատ արդիական է նաեւ մեր հանրապետության համար եւ այդ գիտելիքների պաշարը շատ անհրաժեշտ է բոլորի համար, ինչու՞ չէ նաեւ մեր մնացած ուսանողների համար։ Քոլեջում 1 տարի առաջ բացված վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում բաժնի դասախոսների եւ ուսանողների համար բանավեճը ստացված գիտելիքները ներկայացնելու եւ ամրապնդելու լավագույն հնարավորություն է։ Երիտասարդները բավական իրազեկված են եւ իրենց փորձով կիսվում են, տարբեր գաղափարներ են քննարկում եւ բանավեճի միջոցով այստեղ բանավեճում են երիտասարդները փորձելով հասկանալ, որ էներգիան է ավելի արդյունավետ, որ էներգիան է ավելի Հայաստանի համար նպատակահարմար։ Բանավեճի ընթացքին հետևում է Մրցատյանը, որում ընդգրկված են քոլեջի համապատասխան բաժնի դասախոսները, ոլորտի գործատուներ եւ համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Բանավեճերի ընթացքում եւ նախապատրաստական փուլերում սկսում են ընկալել ինչ բան է էներգախնայողություն, ինչ բան է էներգախնայող վարքագիծ, ինչ բան են էներգաարդյունավետ սարքեր եւ վերականգնվող էներգետիկա։ Եվ նման բանավեճերը լրացնում են իրենց գիտելիքները, հակասությունները եւ նաեւ բացում են ուսանողների խոսքը, արտահայտվելու ունակությունները։ Նման միջոցառումները շատ կարեւոր է, հատկապես այս տարիքային սերնդի համար։ Բանավեճի ավարտին քոլեջի տնօրենությունը պատվոգրերով պարգևատրում է թիմերին, բանավեճի ընթացքում համոզիչ փաստարկներ ներկայացնող, բանավիճելու կանոնները պահպանող եւ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին, հաղթող ճանաչված թիմին էլ խորհրդանշական պարգև է հանձնվում։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամաօր։ Շարունակում ենք թողարկումը։ Ճամբարակի Թթուջուր բնակավայրում կայացել է գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ, շախմատի մեծ սիրահար եւ տարածող Արամայիս Սարգսյանի հիշատակին նվիրված 6-րդ հուշամրցաշարը։ Այս տարի այն ունեցել է 90 մասնակից Հայաստանի տարբեր մարզերից եւ Երևանից։ Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում արդեն 6-րդ տարին անցկացվում է նույն դպրոցի շախմատի եւ ֆիզիկայի ուսուցիչ Արամայիս Սարգսյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար։ Այս տարի միջոցառման աշխարհագրությունն ընդլայնվել է։ Հուշամրցաշարին մասնակցում են պատանի եւ երիտասարդ շախմատիստներ տարբեր մարզերից եւ մայրաքաղաքից։ Նախկինում դժվարություններ կային նույնիսկ ամբողջ մարզից ներգրավել մասնակիցներ, բայց համառ աշխատանքի եւ համախմբված աշխատանքի արդյունքում ստացվեց, որ այսօր կարողացանք կարելի ասել հանրապետական մակարդակի բարձրացնել հուշամրցաշարը, հետագայում հույս ունենք այն էլ ավելի ընդլայնել եւ միգուցե դարձնել միջազգային։ Համայնքը միանշանակ այս մրցաշարով հնարավորություն ունի զարգանալու, ոչ մեկ օրինակ տեղյակ չէ Թթուջուր գյուղը, բայց այսօր փառք Աստծո նաեւ տեղեկացված են տարբեր մարզերից մեր գյուղի դպրոցի տեղը տարբեր մրցաշարեր են անցկացրել, հիմա էլ են անցկացնում, բայց նմանատիպ մեծ հաջողություն դեռ առայժմ չունենք։ Միայն այս մրցաշարն է, որը շուրջ 6 տարի է անընդմեջ անց ենք կացնում։ Տարեց տարի փոխվում է հուշամրցաշարին մասնակցող շախմատիստների կազմը։ Այժմ այն հետաքրքիր է ավելի բարձր վարկանիշ ունեցող մինչև 18 եւ 18-ից բարձր տարիքի շախմատիստներին։ Մեծահասակների մեջ մենք ունենք մոտ 25 վարկանիշով խաղացողներ, պրոֆեսիոնալ շախմատիստներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել մեր հուշամրցաշարին, մենք շատ ուրախ ենք այդ առումով։ Փոքրերի մեջ էլ շատ ուժեղ երեխաներ ունենք, նաև հիշեցնեմ, որ ամեն տարի մենք արդեն փորձնական կիրառում ենք, որ փոքր տարիքի առաջի 3 տեղ գրաված երեխաները խաղան մեծահասակների մեջ եւ ավելի առաջընթաց գրանցվի, զարգացնենք շախմատը Ճամբարակ համայնքում։ Մասնակցել եմ անցած տարվա Արամայիս Սարգսյանի հուշամրցաշարին եւ վաստակել եմ չեմպիոնի տիտղոսը։ Ցանկանում եմ այս տարի էլ գրավել առաջին տեղը եւ շատ աշխատել եմ ինձ վրա։ Այս տարի կազմը ավելի շատ է ուժեղացել եւ հույս ունեմ պահպանել տիտղոսս։ Այսօրվա մրցաշարային նաղոսակը եթե նայեք, շատ ուժեղ կազմ է հավաքվել տարբեր քաղաքներից, տարբեր մարզերից, որոնք ներկայացել են եւ հետաքրքիր մրցապայքար անցանել։ Համայնքի առօրյայում ակտիվություն բերող ամենամյա հուշամրցաշարի կայացմանն աջակցում են Ճամբարակի համայնքապետարանը, մանկավարժի ընտանիքը, համայնքի մարզապատանեկան դպրոցը եւ անհատներ։
Կարծում եմ շատ կարևոր է նման միջոցառումների անցկացումը համայնքներում, հատկապես սահմանամերձ համայնքներում, ունի ոգևորիչ, խթանիչ դեր, հատկապես շախմատի համար, որը նաև միտքն է զարգացնում։ Մրցավարական կազմն արձանագրում է լարված պայքար, գեղեցիկ ու հետաքրքիր պարտիաներ։ Հուշամրցաշարն ամփոփվում է պարգևատրումներով։ Մինչև 18 տարեկանների խմբում առաջին տեղն է գրավում Գրիշա Շահումյանը, երկրորդ տեղը զբաղեցնում է Հայկ Բեգինյանը, երրորդ տեղը Վարդգես Միրզոյանը։ Նրանք պարգևատրվում են հուշամեդալներով, հուշանվերներով եւ գրքերով։ 18-ից բարձր տարիքային խմբի առաջինից 6-րդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվում են դրամական մրցանակներով, առաջինից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները նաև մեդալներով։ Այսպիսով տարիքային երկրորդ խմբում առաջին տեղում Արամ Գրիգորյանն է, երկրորդ տեղի մեդալը ստանում է Արտակ Ալիխանյանը, երրորդ տեղում Արման Ղևոնդյանն է։ Անահիտ Կարյան, Արփիկ Կակոյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները Եղիշե Չարենցին նվիրված ինքնուրույն ուսումնասիրությունների արդյունքներն են ներկայացրել Գեղարքունիքի մարզային գրադարանում։ Իրենց նախագծային աշխատանքին նախապատրաստվելիս դպրոցականները շատ ժամանակ են անցկացրել գրադարանում, օգտվելով մեծանուն բանաստեղծի ժողովածուներից եւ նրան վերաբերող գրականագիտական գրականությունից։ Նպաստել հանրակրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, խրախուսել աշակերտների հետազոտական աշխատանքը, գնահատել դրա արդյունքները։ Գեղարքունիքի մարզային գրադարանը դպրոցների հետ գործակցության շրջանակում նաև այս ուղղությամբ է ակտիվ։ Պատահական չի, որ Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիների նախագծային աշխատանքը դպրոցից հետո ներկայացվում է նաև գրադարանում։ Թեման հայ պոեզիայի գագաթներից մեկի Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունն են, որ աշակերտները նաև գրադարանում են ուսումնասիրել։ Սկսած ճիշտ գրականությունից ուղղորդելու, համապատասխան նյութեր տրամադրելու, ինչպես նաև ուսուցիչներին ենք ուղղորդում, մեր գրադարանավարները սիրով տրամադրում են մեթոդական ցուցումներ, համապատասխան թեմայի շրջանակում տրամադրում ենք համապատասխան գրականություն, ինչի արդյունքում նախագծային աշխատանքները ստանում են ճիշտ որակ եւ ճիշտ են մատուցվում, եւ դա էլ իր պտուղն է տալիս, աշակերտները ավելի խորը եւ ավելի գրագետ պատկերացնում են թեման։ Անդրադարձանք ձիածան ժողովածուին, որի մեջ մարմնավորվում էր արևը։ Արևը իր 3 գույներով՝ արևի կապույտը, ոսկին եւ մանուշակագույնը։ Նախագծային աշխատանքում դրսևորվել են աշակերտների ինքնուրույն հետազոտություն կատարելու, առկա բազմազան տեղեկություններից ու գրականագիտական աղբյուրներից էականը քաղելու, գեղարվեստական լուծումներ գտնելու կարողությունները։ Այցելել ենք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Երեխաները պատրաստ էին գնացել տուն-թանգարան, բայց այնտեղից ձեռք բերեցին նաև այլ լրացուցիչ տեղեկություններ Չարենցի պոեզիայի մասին։ Աշակերտները աշխատել են ինքնուրույն, համակարգչային ձևավորումը կատարվել է ինքնուրույն, ընտրել են երաժշտություն, իսկ տեսանյութերի նկարահանման հարցում երեխաները ինքը տարել են դերերը։ Եղիշե Չարենցի դերում էր Նորիկ Նաջարյանը, Կարինե Քոթանչյանի դերում էր Ռիտա Սուչյանը, Ձիածան ժողովածուի հերոսուհուն մարմնավորող դերում էր Սվետա Նազարյանը։ Իրենք ինքնուրույն կատարել են աշխատանքը, իհարկե վերահսկումը իմ կողմից միջև վերջ կատարվել է։ Հանճարեղ բանաստեղծի կյանքի տարբեր հանգամանքների մասին տեղեկությունները աշակերտները լրացնում են այն բանաստեղծություններով, որոնցում դրանք արտահայտված են լավագույնս եւ ներկայացնում են գրողի ապրումները, խոհերն ու մտահոգությունները։ Ընթերցումները նախագծային աշխատանքին հաղորդում են գեղարվեստական երանգ եւ առավել տպավորիչ դարձնում ասելիքը։ Մեր աշխատանքում փորձել ենք բացահայտել, թե ինչպես է արևի խորհրդապաշտությունը դրսևորվում ձիածան ժողովածուում, ինչ գաղափարներ է փոխանցում բանաստեղծը եւ ինչպես են դրանք կապվում նրա կյանքի եւ ստեղծագործական ուղու հետ։ Օ, հաճախ բարեկամ, որպեսի օքիս չմրսի։ Ես հիշել եմ վարքյան, կանաչած այգին կարսի։ Ահա հայրս հագին կապա, նրա դեմքը արծաթեփս է, վրանքի թե կեռ մի դանակ, թափել է ժամանակն անսեր, մազերին ջերմակ նիրվանա։ Նախագծային աշխատանքը ներառում է նաև հարցազրույցներ գրականագետների հետ, որոնք իրականացրել են աշակերտները, հիմնականում գրադարանում կայացած հանդիպումների շրջանակում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։